Բարև ձեզ, եթերում մամուլի ակումբ հաղորդաշարի հերթական թողարկումն է, մենք ավանդաբան քննարկում ենք լրագրողական էթիկա եւ լրատվամիջոցների ինքնակարգավորման հարցերը եւ մեր նպատակն է լավագույնս ծառայեցնել լրատվամիջոցների աշխատանքը հանրային շահերին եւ այսօր մենք կփորձենք հասկանալ ինչքանով է անհրաժեշտ հանրության համար քաղաքական բանավեճերը հեռուստաեթերում, արդյոք մեր մոտ զարգանում է այդ բանավեճերի մշակույթը եւ ինչպիսի կանոններով պետք է ղեկավարվեն այդպիսի բանավեճերի կազմակերպիչները։ Մեր բանախոսներն են Մեսրոպ Հարությունյանը, մամուլի փորձագետ, եւ Գեղամ Մանուկյանը, Երկիր մեդիա հեռուստաընկերության լրատվական եւ քաղաքական հաղորդումների տնօրեն, եւ զրույցին կմասնակցեն նաեւ մեր փորձագետները Գեղամ Բաղդասարյան, անալիտիկոն հանդեսի գլխավոր խմբագիր, Դիանա Մարկոսյան, Ամեկ+ հեռուստաընկերության մեկնաբան, Միքայել Զոլյանը, քաղաքագետ եւ Լուսինե Վասիլյան, Հայաստանի հանրային ռադիոյի մեկնաբան։ Մեսրոպ, խնդրեմ, սկսենք ձեզանից, պակաս ունենք բանավեճերի եթերում։ Ես կարծում եմ, որ համենայն դեպս ընտրությունների նախընտրական քարոզչության շրջանում մենք այդ բանավեճերի ոչ թե պակաս ունենք, այլ ընդհանրապես չենք տեսնում բանավեճեր։ Մենք տեսնում ենք լավագույն դեպքում տեխնացուների կամ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքների ներկայացուցիչների նախընտրական հանդիպում մենախոսություններ, որտեղ անգամ շատ ժամանակ նաև հարցեր ու պատասխաններ չեն հնչում, այլ ընդամենը տեխնացուն ինչ-որ բաներ է խոսում կամ նրան ներկայացնող անձին ինչ-որ բաներ են խոսում եւ բանավեճ որպես այդպիսին չի ստացվում։ Ստացվում է երբեմն ստացվում է, այսպես ասենք, հերրակա բանավեճ, երբ որ մի տեխնացուն ենթադրենք աչափնյակում հանդիպման ժամանակ ինչ որ մի արտահայտություն է անում, մի ուրիշ տեխնացուն այդ արտահայտությունը մտքում պահում է, որ միտեղ պիտի դրան անդրադառնա եւ ենթադրենք Գորիսում հանդիպման ժամանակ ասում է, այս տեխնացուն այսպես էր ասել, ինքն էլ ասում է դա։ Եվ լրատվամիջոցների փոխանցմամբ էին։ Այո, միայն լրատվամիջոցների փոխանցմամբ մենք ինչ որ իմանում ենք, որ մարդիկ իրար հետ կարծես տարբեր կարծիքներ են արտահայտել։ Մինչդեռ նման ընտրությունների ժամանակ, համապետական ընտրությունների ժամանակ, համենայն դեպս 3 այդպիսի ընտրություն կա, որ ես կարող եմ համարել համապետական, մեկը խորհրդարանական ընտրություններն են, նախագահական ընտրություններն են եւ ինչու ոչ նաեւ Երևանի ավականու ընտրությունները, որովհետեւ Երևանը համարյա հանրապետության եւ երևի եթե համապետական հանրաքվեներ են տեղի ունենում, հանրաքվեների դեպքում։ Ու այդ բանավեճերը իմ կարծիքով պիտի կազմակերպեն եթերային հեռարձակում ունեցող, եթերային հեռարձակման լիցենզիա ստացած հեռուստաընկերությունները։ Այս թեմայով ես երկու անդրադարձ ունեցել եմ մամուլում, հրապարակում եմ ունեցել եւ առաջինը կոչվում էր հենց այդպես մենախոսության բանավեճ չի ստացվի, երկրորդը կարծում եմ, որ գոնե այս ընտրություններում պետք է բանավեճ լինեն եւ մտահոգությունս հետեւյալն էր, որ հեռուստաընկերությունները, հեռարձակվող լրատվության միջոցները չնախաձեռնեցին կամ եթե նախաձեռնեցին մենք ամենայն դեպս այդ մասին չիմացանք եւ երկրորդ եթե նախաձեռնեցին չկարողացան բանավիճող կողմերին բերել բանավեճի մնացած պատճառների մասին գուցե ընթացքում կխոսենք բայց ամեն դեպքում ուզում եմ ձեր կարծիքը իմանալ ով է մեղավոր լրատվամիջոցները թե քաղաքական գործիչները դժվարանում եմ ասել երևի թե երկու կողմն էլ Եթե լրատվամիջոցները նախաձեռնել են ու չեն կարողացել բերել բանավեճի, նշանակում է իրենք էլ դեռ այն ազդեցությունը չունեն քաղաքական գործիչների վրա, այսինքն թերացել են իրենց աշխատանքում, բայց մեծավ մասամբ իմ կարծիքով քաղաքական գործիչներն են, որոնք հիմնական պատճառը իրենց չմասնակցելու հիմնական պատճառներից են այն, որ չեն ցանկանում մանավանդ գործող իշխանությունները միշտ անհարմար դրության մեջ են ընկնելու, գիտեն այդ բանավեճերի մեջ չեն գալիս, խուսափում են, չեմ վախենում ասել, վախենում են, եւ երկրորդ, որ շատ տարածված պատճառաբանություն է, ով պիտի իր դիմացը լինի։ Ասում են, մենք դրա փորձը ունենք, ասում են, նա ով է, որ ես գամ նրա այդ բանավեճը։ Շատ լավ, Գեղամ, ձեր կարծիքը Արդյոք վերջին ընտրությունների ժամանակ լրատվամիջոցները արել են ամեն հնարավորը իրենց կողմից, որպեսզի ամենայդեպս բանավեճեր կազմակերպվեն եւ մենք այսօր մտել ենք հերթական քարոզարշավ Երևանի ավականու ընտրություններ են մայիսի 5-ին, ինչ կարելի է ակնկալել բանավեճերի կազմակերպման առումով հիմա։ Նախ կուզե պատասխանել Մեսրոպին, որ հավասարության նշան դրեց լրատվամիջոցների եւ քաղաքական գործիչների մեղավորության, կարծում եմ Եթե մեղավորություն կա,
թեև կա թերացում առնվազն, բայց ամենակիչ մեղավորությունը լրատվամիջոցներին է տվյալ դեպքում, որովհետև բարձ մի պատճառով, որովհետև Հայաստանում բանավեճերով կամ ծրագրերով չի ցավոք սրտի մինչև հիմա որ տեղի են ունենում ընտրություններ։ Եվ այդ պատճառով է, որ բանավեճի ֆորմատը ընդհանրապես արժեզրկված է կամ չունի այն կարևորությունը։ Փորձեր միշտ եղել է, փորձեր տարբեր ձևաչափերով են եղել, բայց ցավոք սրտի այդ փորձերը չեն հաջողել, որովհետև այս կամ այն կուսակցության կամ նախագահի տեխնատուր ռազմավարությունից է։ Եթե խոսքը վերաբերում է նախագահական ընտրություններին, այս նախագահական ընտրություններին հստակ մի բան կար։ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի տեխնատուրում պետք է հանդես գար միայն ինքն իր դեմքով։ Ես կարող եմ երկիր մեդիայի օրինակն ասել, որ նույնիսկ հաղորդումների Հանրապետական կուսակցության նախագահի պաշտպանող Հանրապետական կուսակցության անդամները չէին գալիս եթեր մենախոսության, ուր մնաց դեռ գային բանավեճի։ Եւ թերևս հիմնական պատճառը սա է, եւ քաղաքական գործիչների այդ մեծամտությունը, ինչպես Պետրոպն ասեց, ողում է բանավեճելու այդ չցանկությունը։ Եվ ի վերջո քաղաքական գործիչները փաստորեն ունեն մեծ ընտրություն, գնալ այնպիսի հեռուստաընկերություն եւ այնպիսի հեռուստաեթեր, որտեղ իրեն հնարավորություն են տալիս մենախոսության եւ ինքը իր հարցերը լուծում է հանրության արչև Երևալու եւ այն հեռուստաընկերությունը, որ շահագրգռված է բանավեճային սուր հաղորդում կազմակերպվում, ինքը այստեղ տուժում է։ Հնարավոր չի ինչ որ համերաշխության գալ բոլոր հեռարձակվողներով, որպեսզի խիստ եւ հստակ պայմաններ դնեն քաղաքական գործիչների արչև նախընտրական կառավարության շրջանում։ Պետք է անկեղծ ասեմ, ոչ, հնարավոր չի, հայկական հեռուստատեսային դաշտում նման հնարավորություն չկա։ Մի քանի պատճառով չկա։ Չկա այդ համերաշխությունը, լրագրողական համերաշխության մասին է խոսքը, համքարության համերաշխության մասին է խոսքը եւ այս կամ այն քաղաքական գործին ավելի լավ ներկայացնելու հարց ունեն տարբեր հեռուստաընկերություններ։ Երկրորդը սպառող ասածը, սպառող ընտրող նույն իմաստով, սպառող ասածը չունի այդ պահանջքը։ Եթե Միացյալ Նահանգներում հեռուստաընկերության, այսպես ասեմ, հեղինակության հարցը նախագահական ընտրություններին կամ կոնգրեսական ընտրություններին, որ միաժամանակ են, նախագահական ընտրություններին բանավեճի հարթակ ինքը դառնա, Հայաստանում չկա դա։ Եվ այս նախագահական ընտրությունները դրա վկայությունն են։ Երկու հեռուստաընկերությունով էր, որ հանդես էին գալիս նախագահի տեխնատուրի, նախագահին պաշտպանող գործիչներ, այն էլ ոչ քաղաքական գործիչներ, ավելի շատ հասարակական գործիչներ։ Երկիր մեդիայում ձեր մասնակցությամբ եղել են բազմաթիվ փորձեր հեռուստաբանավեճերի, ծրագրերի, ծրագրային դրույթների շուրջ։ Ցավոք սրտի շատ հաճախ չեն մասնակցել բոլոր կուսակցությունները, խոսքը խորհրդարանական ընտրություններին է վերաբերում։ Հիմա ենթադրենք նույն ավական ընտրություններ, մեկ շաբաթ է, ես դժվարություն ունեմ հանրապետական կուսակցությունից որևէ մեկին հեռուստաբանավեճ հրավիրել։ Նույնիսկ հարցազրույցի երևի։ Նույնիսկ հարցազրույցի։ Ես պարզապես Գեղամի մի ասացին կցանկանայի անդրադառնալ, որ ասաց ընտրություններում միևնույն է բանավեճերը, ծրագրերի շուրջ խոսակցությունները շատ բան չեն որոշում։ Գյան, բայց դա հենց քաղաքական գործիչների մտայնությունն է։ Հեռուստաընկերությունները, իմ կարծիքով, լրատվամիջոցները, առավելից հեռուստաընկերությունները պիտի կարողանան կամաց ջարդել կամ այս տարիների ընթացքում պիտի ջարդած լինեին այդ ստերեոտիպը, որ իբր քարոզարշավ, այդ դեպքում թող քարոզարշավ էլ չանեն, եթե ոչ իման չի վճռվում, չէ՞։ Եթե ամեն ինչ վճռվում է ընտրական տեղամասում, բայց եթե մենք շարունակենք սրա շուրջ բանավիճել, սա կտանի դեպի քաղաքական հարթություն։ Մենք ավելի լավ է շարունակենք լրատվամիջոցների աշխատանքի շուրջ։ Ուզում եմ ասել, բերելով բանավեճի, փորձելով բերել բանավեճի, ինչ որ ստերեոտիպեր կջարդենք։ 2008 թվականին դուք լավ հիշեցիք։ 2008 թվականի ընտրությունների ժամանակ Երևանի մամուլի ակումբ այսօր հաղորդաշարի շրջանակներում փորձեց 6 հաղորդում անել եւ ինչ որ բան ստացվեց։ Այսինքն տեխնատուները չեկան, բայց տեխնատուների շտաբների ներկայացուցիչները համենայն դեպս եկան ինչ որ բանավեճերի, ինչ որ բան ստացվեց։ Այս նախագահական ընտրություններում չստացվեց, ոչ մեկի մոտ չստացվեց։ Եվ կա մի տրիվիալ պատճառ, որ ցանկություն էլ չկա։ Իրականում ցանկություն էլ չկա հեռուստաընկերությունների մոտ։ Ասեմ դες ինչն է։ Հիմա ավականու ընտրություններն են։ Ես օրվաս մի կարևոր մաս, թանկագին մաս, նվիրում եմ ապուշ թղթաբանություն իրականացնելու, որ կուսակցությանը քանի վայրկյան ենք տվել։ Այդ կեղծ մոնիտորինգ հասկացությունը,
որ մոնիտորինգ հավասարություն այդ արհեստականությունը այնքան դրեցին հեռուստաընկերությունների գլխին, որ մի ամբողջ աշխատակաց ես պետք է պահեմ որևէ հեռուստաբանավեճից հետո նստեն հաշվեն վարկյանները։ Ես որպես մոնիտորինգ իրականացնող կազմակերպության ներկայացուցիչ չգիտեմ այդ կանոնները հավասարության ձեզով Ես խոսում եմ ես խոսում եմ ինքը հեռահի մոնիտորինգի մասին խոսում եմ հեռահի մոնիտորինգի մասին, որովհետև լուր տալուց սկսում ես մտածել արժի թե չէ։ Հիմա ամսի 9-ին տեղի ունեցած է, երբ որ Ռաֆի Հովհաննիսյան անունը հնչեցրել ես, դա իրենց ավականու ընտրությունների հետ կապ ունի թե չէ։ Շատ նյուանսային բան է։ Շատ լավ։ Մանուկյան Գեղամը մի շատ հետաքրքիր բան ասեց, որ առանձնապես պահանջարկել չկա հանրության մոտ, քաղաքացիների մոտ, եւ ես ուզում եմ Բաղդասարյան Գեղամի կարծիքը լսել այդ նույն հարցի շուրջ։ Իրոք պահանջարկը չկա։ Ես համամիտ եմ, անկեղծորեն ասած, եւ կուզեի շարունակել անվանակցիս միտքը, երբ խոսում ենք հեռուստաբանավեճերի կարեւորության մասին, եկեք մենք ինքներս մեզ համար մի բան պարզենք։ Ինչ հարց է լուծում հեռուստաբանավեճը։ Քաղաքական գործիչը, ընտրվողը գիտի, որ ինքը հեռուստաբանավեճի միջոցով չէ, որ ընտրվելու է, որ հաղթելու է կամ պարտվելու է։ Ընտրողը իր հերթին գիտի, որ հեռուստաբանավեճի շնորհիվ չէ, որ ինքը քվեարկելու է այս կամ այն տեխնացուի օգտին։ Եվ այստեղ ոչ լրատվամիջոցների մեղքն է, ոչ էլ քաղաքական գործիչների։ Միջև չփոխվի քաղաքական դաշտի հոգեբանությունը, տրամաբանությունը, փիլիսոփայությունը, հեռուստաբանավեճերը պարզապես պահանջված չեն լինելու։ Հեռուստաբանավեճը քաղաքական գործիք է, չէ՞, բայց ներկայիս քաղաքական դաշտում քաղաքական գործիքներով չեն առաջնորդում, քաղաքական գործիքներով չէ այս կամ այն տեխնացուն հաղթում։ Բնականաբար միանգամայն այլ գործոններ ու գործիքներ են այդ դաշտում։ Որոնք են, ասենք, ես կհասկանայի, եթե դուք նկատի ունենայիք իշխանության տեխնացուին, հա, ինքը իրոք այլ գործիքներով է հասնում հաջողության, բայց այլընտրանքային կամ ընդդիմադիր տեխնացուները ուրիշ ինչ գործիք ունեն, բացի հանրության ուշադրությունը իրենց նկատմամբ։ Ես չեմ տարանջատում տվյալ պահին ընդդիմադիր եւ իշխանական տեխնացուներ, որովհետեւ երբ տարանջատում ես, արդեն խեղվում է ընդհանուր տրամաբանությունը։ Կարող է ընդդիմադիր տեխնացուն իսկապես իրապես շահագրգռված է հեռուստաբանավեճով, բայց դիմացինն էլ պիտի շահագրգռված լինի։ Կոնկրետ իշխանության տեխնացուն էլ պիտի շահագրգռված լինի։ Որտեղ եթե միայն մի կողմն է շահագրգռված, ապա ընդհանուր տրամաբանություն չկա։ Եվ եթե նա պիտի այնպեսի մթնոլորտ լինի, որ իշխանության տեխնացուն էլ ստիպված լինի։ Մենք ոչ թե ասենք ցանկալի կլինի, որ տեխնացուն գնա հեռուստաբանավեճ, այլ ոչ, որ տեխնացուն, այդ թվում նաև իշխանության տեխնացուն, ուղղակի վազի հեռուստաբանավեճի, որովհետև հասկանա, որ դրանով եթե չգնա, պարտվում է։ Ես սա նկատի ունեմ։ Շատ լավ, ես ուզում եմ Լուսինեին Վասիլյան հարցս ուղղել։ Դուք իրականացնում եք, ես գիտեմ, արդեն մի քանի տարի հետազոտություն, որտեղ ուսումնասիրում եք, թե ինչքանով են խորհրդարանի պատգամավորները, ինչքանով են համապատասխանեցնում իրենց պրակտիկ գործունեությունը խորհրդարանում նախընտրական խոստումներին։ Միգուցե այստեղ է ամբողջ խնդիրը թաղված, ինչպես ասում են, չեն ուզում ընտրություններից առաջ հանրությանը ծանոթացնել իրենց կարծիքների, մոտեցումների հետ, որ հետո ազատ լինեն, ոնց ուզենան խախտեն իրենց իսկ նախընտրական խոստումները, որոնք միայն թղթի վրա են մնում, չեն հնչեցվում։ Մենք մի շատ բնութագրական իրավիճակ ունեցանք, այսինքն նախորդ խորհրդարանի ամփոփիչ զեկույցը մենք ներկայացնում ենք նախընտրական շրջանում եւ բոլորովին վերջերս էլ ներկայացրել ենք աշնանային նստաշրջանինը։ Շատ նկատելի էր մոտեցումների տարբերությունը, շատ պատրաստական էին այս անգամ քաղաքական ուժերը այդ քննարկմանը մասնակցելու, որովհետեւ սա առաջին նստաշրջանի ամփոփումն էր, երևի ավելի այսպես ազատ էին զգում իրենց։ Բայց ես հիշում եմ, թե մենք ինչ դժվարից չէին հեռացել իրենց խոստումներից։ Եվ շատ պատասխանատու շրջան էլ չի, այսպես դռների հետևում ընտրությունները չեն ու որպեսզի նրանք այսպես շատ ավելի զգուշավոր լինեն։ Ամփոփիչ զեկույցի քննարկման ժամանակ մենք շատ մեծ դժվարություն ունեցանք կուսակցություններին հրավիրելու, մասնակից դարձնելու իրենց գործունեության իսկ մասին այդ քննարկմանը։ Ես հիշում եմ, որ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը հատկապես այսպես դիրքորոշում ունեին ոչ մի քննարկման չմասնակցելու։ Անգամ շտաբից հենց այդպես էլ պատասխանում էին, որ մենք չենք մասնակցում։ Եվ մենք ունեցանք խորհրդարանական 3 ուժի ներկայություն նախընտրական շրջանում մեր մոնիտորինգի ներկայացման։ Իսկ վերջին զեկույցը, որը 1 ամիս առաջ ենք ներկայացրել, խորհրդարանական բոլոր ուժերը ներկայ էին մեր զեկույցի ներկայացմանը։
Շատ հետաքրքիր քննարկում ունեցանք մենք այս անգամ, մենք արձանագրեցինք փոփոխություն վերաբերմունքի մոտեցման, բացատրել, հասկանալ ինչով է դա պայմանավորված, ես առաջինը նշում եմ ժամանակահատվածը, որ փոքրինչ ավելի հանգիստ շրջան է խորհրդարանական կուսակցության գործունեության դիտարկման համար, բայց մյուս կողմից նախագահական ընտրությունների շրջան էր սա։ Համենայն դեպս մենք խորհրդարանական բոլոր ուժերից ներկայացուցիչներին այս քննարկմանը կարողացանք ներգրավել։ Իսկ թե ինչքանով բանավեճ ստացվեց, սա արդեն երևի երկրորդ հարթությունն է, որտեղ սրա մասին էլ արժի քննարկում ծավալել, եթե անգամ ունենանք հնարավորություն այդ բանավեճերն ունենալու, կազմակերպելու, որքանով են դրանք ստացվում։ Ես հիշում եմ մի քանի օրինակներ ունեցել ենք խորհրդարանական ընտրություններին Սամվել Ֆարմանյան, Վլադիմիր Կարապետյան բանավեճը, որը երկար ժամանակ քննարկվում էր, որովհետև դարձավ աղմուկ, կռիվ, ամեն ինչ, բայց ոչ այսպես սեփական մոտեցումները ներկայացնելու փորձ ու քննարկում։ Համաձայն չեմ ճիշտն ասած, թե պահանջարկ չկա, գուցե քաղաքական ուժերը չունեն այդ մոտիվացիան, բայց հեռուստադիտողի տեսանկյունից կարծում եմ, որ այդ բանավեճերը հետաքրքիր են։ Հետաքրքիր է, եթե դրանք բովանդակային են ու վիրավորանքի լեզվակռվի, այսպես աղմկոտ վեճի չեն վերածվում, հետաքրքիր են ու պիտի որ սպասի հեռուստադիտողը այդ բանավեճերին։ Իսկ քաղաքական ուժերը չունեն մոտիվացիան, այս ուրիշ հարթություն է, ուրիշ խնդիր է, իրոք քաղաքական հարթության խնդիր է, կարծում եմ ավելի կարևոր է լրատվամիջոցների նախաձեռնությունը եւ այնպիսի բանավեճերի օրինակներ ունենալը, որոնք իսկապես որակյալ են ու հետաքրքիր։ Դիանա, հիմա փաստորեն մենք մի քիչ չնայած մեծ ռոփը այդ շարքի մեջ որ կարևոր ընտրությունների նշեց նաև Երևանի աղականու ընտրությունները, բայց ամեն դեպքում իրենց որակով մի քիչ տարբեր ընտրարշավ է տեղի ունենում եւ այստեղ կարծես թե ավելի տնտեսական քաղաքի զարգացման խնդիրներ են եւ ոչ թե գլոբալ քաղաքական հարցեր։ Միգուցե երբ խնդիրները այդքան կոնկրետ են, ավելի պատրաստական կլինեն մեր քաղաքական գործիչները, ինչպես է։ Գիտեք, միևնույնն է, փորձը ցույց է տալիս, որ առաջին դեմքերով երբեք չեն ներկայանում բանավեճերի, նույնիսկ հարցազրույցներն են բավականին դժվարությամբ համաձայնում տալ, բայց ճիշտ եք նկատում, այս դեպքում մի քիչ ավելի բաց են իրենք աշխատանքում եւ դրա վկայություններ արհերոստանգերության կազմակերպած բանավեճը։ Բայց ես ճիշտ ասած կուզեի մի բանի անդրադառնալ, Գեղամ Մանուկյանը նկատեց, որ նույնիսկ հարցազրույցները երբեմն չեն տալիս, նույնիսկ մենախոսություններ չեն ստացվում։ Ես ամենավառ օրինակ ասեմ, 2008 թվականին մենք բաց դռներ ծրագիր էինք իրականացնում Ամեկ+-ը։ Գիտեք, նախագահի բոլոր թեկնածուները գրեթե համաձայնվեցին, դա բանավեճ էր ըստ էության լրագրողի հետ։ Եւ երկու թեկնածու միայն չմասնակցեց եւ մենք չունեցանք։ Նրանցից մեկը Վահան Հովհաննիսյանն էր, որի հետ մենք նախնական պայմանավորվածություն կար թերևս, բայց չգիտես ինչու վերջին պահին հրաժարվեց, ինչ պատճառով չգիտեմ, եւ Սերժ Սարգսյանը բնականաբար երկու թեկնածու, որ չունեցանք նրանց հետ բաց դռներ հաղորդաշարը։ Բայց համաձայն եմ Գեղամի հետ մի հարցում, որ նախագահական ընտրությունների շեմին հարված այդ թեկնածուների հետ հեռուստաբանավեճերը արդյունք առանձնապես չեն ունենում ընտրությունների արդյունքի վրա։ Հիշենք Դեմիրճյան։ Բայց որտեղից գիտենք, եթե այդպիսի բանավեճի համարյա։ Գիտեք, ես ուղղակի ուզում եմ հիշենք Ստեփան Դեմիրճյան, Ռոբերտ Քոչարյան բանավեճը, որի արդյունքում ակնհայտ էր ըստ փորձագետների եւ քաղաքագետների Ռոբերտ Քոչարյանի առավելությունը այդ հեռուստաբանավեճի արդյունքում, բայց այնուամենայնիվ Դեմիրճյանի ձայները խոշոր հաշվով դրանից չպակասեցին։ Երկրորդ փուլում էլ չպակասեցին։ Ну, երկրորդ փուլի մասին։ Որտեղ բանավեճը երկրորդ փուլից առաջ է։ Երկրորդ փուլից առաջ։ Եվ եւս մեկ բոլոր փորձենք շոշափենք, հետո կանցնենք ընդհանուր քննարկումների, Միքայելին է հարցս։ Մենք նկատում ենք, որ բանավեճերի փորձեր առնում են նաև արդեն ինտերնետային լրատվամիջոցները, հա, եւ հենց վիդեո բանավեճի տեսքով Առավոտ օրաթերթն է կազմակերպում, Ազատություն ռադիոկայանն է իր վեբկայքում կազմակերպում եւ կարծես թե դիտողները բավականին շատ են։ Ձեր տպավորությունը ինչով է պայմանավորված, որ այնտեղ կարծես թե ստացվում է, իսկ ավանդական մեր հեռարձակվողների մոտ ոչ։
Դե ինձ թվում է ընդհանրապես սոցիալական ցանցերի շնորհիվ բանավեճի այդ մշակույթը, հա, եթե կարելի է այդպես ասել, մտավ ի վերջո Հայաստանի քաղաքականություն եւ օրինակ եթե նայենք երիտասարդ սերնդի քաղաքական գործիչներին, հա, նույն բոլոր կուսակցություններին, նրանք իրար հետ այսպես թե այնպես բանավիճում են Facebook-ում, հա, որոշ պաշտոնյաներ, այսպես ասած, հա, կարող է կեսեջանոց ստատուսներ գրեն, հարցակվեն այլընտրանքային գործիչների վրա, չգիտեմ, ընդդիմադիրներն էլ իրար, այսպես ասած, իրար հետ բանավեճ, այսինքն այնտեղ այդ բանավեճը այսպես թե այնպես տեղի ունենում սոցիալական ցանցերում եւ այդ ֆոնի վրա ասել, որ գիտեք, ես չեմ գալիս, ինքը ով է, որ իմ հետ բանավեճ է, դա չի աշխատի, որ ուղղակի այդ մարդը քո մասին ստատուս կգրի եւ ուզած չուզած դու պետք է արձագանքես։ Հա, այսինքն բացի դրանից ներբերից ես չեմ սիրում այդ խոսակցությունները, հա, որ մենք ունենք այս մշակույթը չունենք եւ այլն, բայց սա այն դեպքն է, որ իրոք այդ երիտասարդների մոտ դա ձևավորվում է, իսկ ավակների մոտ իրոք բանավեճի մշակույթ չկա, որտեղ նրանք ուրիշ ձևով են եկել, հա, այն մարդիկ, որոնք այսօր ինչ-որ պաշտոններ են զբաղեցնում, նրանք չեն զբաղեցնում այդ պաշտոնները, որտեղ զբաղվել են, այսպես ասած, հրապարակային քաղաքականությամբ, ինչ-որ գաղափարներ են արտահայտել, այդ գաղափարների բախում ա եղել եւ նրանք ցույց են տվել, որ նրանք ավելի լավ գաղափարներ ունեն։ Նրանք սովորաբար եկել են իշխանության, որովհետեւ ուղղակի հավատարիմ են եղել իրենց շեֆերին, հա, կամ ընդհակառակը գցել են պետք եղած պահին, ոչ նա բանավեճ չի ենթադրում, ընդհակառակը ենթադրում է վերտիկալ հարաբերություններ, երբ որ քեզ մի բան ասում են, դու ասում ես հա, կամ դու ես ինչ-որ մեկին ասում, այսինքն նրանց համար այդ սերնդի քաղաքական գործիչների համար բանավեճը ուղղակի նրանց էությանը դեմ ինչ-որ մի բան է, բայց ավելի երիտասարդ տարիքի քաղաքական գործիչների համար սա արդեն նորմալ երիտասարդները մեծանում են եւ սկսում են պաշտոններ զբաղեցնել, փոխվում է ինչ-որ բան։ Դե իհարկե իրանք արդեն ձգտում են, նայած ոնց են էլի իրանք այդ պաշտոնները զբաղեցնում, էլի եթե դա թամե կարիերիզմի արդյունք է, բայց համենայն դեպս նրանցից սպասումները այլ են, նրանք ուզած թե չուզած պետք է բանավիճ են։ Դրա համար ես պատահական չի այդ օրինակը որ բերվեց, հա, Սամվել Ֆարմանյանի եւ Վլադիմիր Կարապետյանի բանավեճ է։ Ինչքան էլ իհարկե գուցե անհաջող բանավեճ էր, բայց գոնե դա բանավեճ էր եւ ինձ համար անհամեմատ շատ ավելի լավ է որ լինի թեկուզ այդպիսի ցածր մակարդակի բանավեճ, քան ընդհանրապես բանավեճ չլինի, ինչ պետք է լինի բանավեճը։ Հա, գոնե այդ դեպքում, ասենք, գոնե ընտրողները այդ երկուսին էլ, ասենք, կարողացան տեսնել այդ իրավիճակում, հա, գուցե գնացին երրորդին ընտրեցին, չգիտեմ, հա, բայց համենայն դեպս գոնե ակնհայտ դարձավ, որ այ սա է մեր, հա, այսպես ասած քաղաքական գործիչների դեմքը եւ այդ իմաստով ես իրանց երկուսին էլ ինձ թվում է պետք է շնորհակալ լինենք։ Եվ հաջորդ բանավեճը գուցե ավելի հաջող կլինի։ Գեամ շատ կարճ խնդրում եմ, մենք պիտի ընդմիջվենք մեկ րոպեից հետո։ Դուք գտնում եք, որ այդ այլընտրանքային լրատվամիջոցների փորձը կարող է կիրառելի դառնալ նաև ավանդականների համար։ Շատ էական տարբերություն չկա մոտենում են, հա։ Երբ որ նայում ենք, թե ովքեր են մասնակցում այլընտրանքային այդ լրատվամիջոցներում բանավեճերում, տեսնում ենք այդ նույն մարդիկ, եթե հեռուստատեսություն հրավիրեն, հեռուստատեսություն էլ կգա։ Այսինքն ամենօրյա հեվքում, չեմ ուզում նսեմ ասնել այդ ինտերնետային բանավեճեր, բայց ամենօրյա հեվքում շատ դժվար է։ Ուղղակի մի կարևոր բան կա։ Մենք ընդհանրապես հասարակություն իբրև սպառող իբրև ինչ ենք պատկերացնում բանավեճ ասելով։ Ես հիշում եմ մեր եթերում մի բանավեճ եղավ Նիկոլ Փաշինյան, Դավիթ Հարությունյան։ Այսինքն նույնիսկ ավազը ժամացույց հետո մի պահ երկուսով է պայմանավորեցին ավելի լավ այս ժամացույցը հանենք, վեճ չեղավ, իրար չհայոյեցին, ցիվիլ ամեն մեկը ներկայացնում էր իրենց փաստարկները։ Հաղորդումից հետո մեկ էլ արձանագրեցի, որ շատերն ասում են դե չստացվեց, էլի բանավեճ չստացվեց։ Մեր պատկերացմամբ հասարակական բանավեճը այ Սամվել Ֆարմանյան, Վլադիմիր Կարապետյան, որ որևէ բան չես հասկանում ինչ են խոսում, բայց տեսնում ես որ գոռում են իրար վրա։ Մենք հիմա մի փոքր ընդմիջում կունենանք եւ հեռուստադիտողները կարող են դիտել նորությունների թողարկումը, որտեղ հուսով ենք կլինեն սուր հարցերի բովանդակային պատասխաններ։ Կվերադառնանք տաղավար մի քանի րոպեից։ Հարգելի հեռուստադիտող, մենք վերադարձանք Մամուլի ակումբ հաղորդաշարի տաղավար եւ շարունակում ենք մեր զրույցը քաղաքական բանավեճերի անհրաժեշտության մասին եւ հիմա ես ուզում եմ որպեսզի մենք խոսենք որոշակի կանոնների մասին, որոնք պիտի կիրառվեն բանավեճերի ժամանակ կամ ցանկալի է որ կիրառվեն։ Գեգամ Մանուկյանը ընդմիջումից առաջ որպես օրինակ բերեց Դավիթ Հարությունյանի եւ Նիկոլ Փաշինյանի բանավեճը, որտեղ ամեն ինչ հստակ պայմանավորված էր,
եւ երկու մասնակիցներն էլ հետևում էին պայմանավորվածություններին, դա երևի կարևորագույն սկզբունքներից է, բայց որոնք են այլ կանոնները, որոնք պիտի կիրառվեն բանավիճողների եւ կազմակերպիչների կողմից։ Խնդրեմ Մեսրոպ։ Նախ ինչպես գուցե անդրադառնանք ինչպես անել որ գան բանավեճի, Նաև դրան, հա, ինչպես կազմակերպել բանավեճերը որ գան։ Ես կարծում եմ որ Եվ ինչպես անել, որպեսզի հավասար պայմաններ ապահովեն։ Այո, պայմաններ հավասար պայման հասկացությունը մի քիչ վերացական է դառնում։ Նախ ասեմ, որ ես համաձայն չեմ այն տեսակետին, թե բանավեճերը հեռուստադիտողի համար հետաքրքիր չեն։ Իմ կարծիքով հետաքրքիր են։ Եթե ինտերնետային բանավեճերը հավաքում են ինտերնետով, ինտերնետային հեռարձակումով բանավեճերը բավականին մեծ լսան են հավաքում, ապա համոզված եմ, որ եթերային հեռուստաընկերության բանավեճերն էլ լսան կհավաքեն։ Եվ երկրորդ, պետք է նկատի ունենալ, որ բացի կողմնորոշված հասարակությունից կա նաև չկողմնորոշված բավականին հասարակություն, որի համար հետաքրքիր կլինի ամեն դեպքում տեսնել, թե ով ինչ է ասում առաջիկա ընտրությունների ժամանակ։ Երկրորդ, ինչպես անեն հեռուստաընկերությունները, որոնք չարչարվում են եւ չեն գալիս բանավեճերի։ Հենց առաջիկա նախագահական ներողություն Երևանի ավականու ընտրություններում կազմակերպում ենք առաջին 3 համարների բանավեճ, հա, ենթադրենք բանավեճ ենք կազմակերպելու վիճակահանությամբ եւ այլն եւ այլն եւ այլն։ Հրավիրում ենք այսինչ օրը, այսինչ օրը, այսինչ օրը, այսինչ օրը մեր բանավեճերի օրն են։ Ոչ մեկը չի գալիս։ Դնում ենք տաղավարը, ցույց ենք տալիս, ասում ենք, տեսեք, հրավիրել էինք բանավեճերի, սա չեն եկել։ Բանավեճը չի կանում, անցանք մյուս հաղորդում ենք։ Այսպես մի քանի անգամ, այսինքն հայերեն ասած թասիբի գցել, որ գան բանավեճի։ Երկրորդ, սա մասնավոր հեռուստաընկերությունների պարագայում, կարծում եմ հանրային հեռուստատեսության պարագայում կամ ինքը որպես սահմանադրության հիման վրա ստեղծվող հեռուստաընկերություն, որը գոյություն ունի հենց նրա համար, որ բավարարի հասարակության բոլոր շերտերի պահանջմունքները եւ տա բազմակողմանի բազմազան տեղեկատվություն, հանրային հեռուստատեսությունը պետք է պարտավորություն ունենա կազմակերպելու նախընտրական շրջանում նման բանավեճեր։ Իմ առաջարկությունները պիտի ասում եմ, իմ առաջարկը հետեւյալն է, քանի դեռ բանավեճի կուլտուրան, հեռուստաբանավեճի կուլտուրան չի մտել մեր ուրեմն կենցաղի, այսպես ասեմ, կենցաղավարության մեջ, հա, քանի դեռ քաղաքական դաշտում չի ձևավորվել իբրև կենցաղավարություն, ապա ընտրական օրենսգրքում պարտադրել, կետ նախատեսել, պարտադրել հանրային հեռուստատեսությանը համենայն դեպս երկու համապետական ընտրությունների ժամանակ, խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների ժամանակ անպայման կազմակերպել դեբատներ, բանավեճեր եւ երկրորդ պարտադրել տեխնացուներին եւ կուսակցություններին մասնակցել այդ բանավեճերին, նախատեսելով նաև համապատասխան սանկցիաներ հոդվածը այս հոդվածներով նախատեսված պարտավորությունները չկատարելու համար։ Ձևաչափերը յուրաքանչյուր հեռուստատեսություն պիտի որոշի ինքը։ Կան համընդհանուր ընդունված որոշակի կանոններ, հավասար ժամանակ տրամադրել, նախապես բացատրել, որ չի կարելի վիրավորել դիմացինին, կարելի է առարկել, պատասխանել կամ չգիտեմ ինչ։ Ֆորմատներ կան, որտեղ վարողը չի միջամտում, երբ որ սկսում են իրար հետ բանավիճել։ Ֆորմատներ կան, որտեղ նա ասում է հերթով պիտի խոսեք։ Երկու տեսակն էլ հետաքրքիր են։ Ամեն տեսակը յուրովի հետաքրքիր է։ Կրկնում եմ, դա պիտի պայմանավորված լինի յուրաքանչյուր հեռուստատեսության եւ բանավիճող կողմերի հետ համաձայնությամբ։ Ինչ ձևով են դա անում։ Կոնկրետ խորհուրդներ, թե ինչ կանոններով առաջնորդվեն, ես դժվարանում եմ տալ։ Եվ ցանկալի է, որ բանավեճից առաջ նաև պարտավորությունները կամ կանոնները ստորագրվեն երկուսի կողմից, որպեսզի նաև խախտումների համար պատասխանատվություն լինի։ Եվ դուք ուզենաք որ բան ավելացնել կամ իրականում Մեսրոպի հիշատակած էթիկայի կանոնները բնականաբար դա պետք է լինի, բայց էլի գալիս հանգում ենք կգան կմասնակցեն, լավ, մեկ անգամ ասեցին, երկու անգամ այնպիսի բաներ են եթերով հայտարարվել այս կամ այն պաշտոնյայի, որ դրանից հետո նրանք չեն ամանչե, դժվար թե հայտարարվի, որ բանավեճին չեն գալիս եւ դրանից հետո իրենք ված գան։ Եվ վերջապես մենք ունենք մի կարևոր, մեր իրականությունը հաշվի առնելով, հայ քաղաքական գործիչ չի կարողանում կարճ խոսել։ Ինքը չի կարող 1 րոպեում իր միտքը ձևակերպել։ Ինքը առնվազն 10 րոպե պետքա խոսի, որպեսզի բացատրի կարճ որևէ։ 10 րոպե կարող նաև միտք էլ չասի։ Հա, դա էլ կա։ Ունեն գործիչներ, որ ամբողջ հաղորդման ընթացքում մի հարցին են պատասխանում, այն էլ այդ հարցին չէ պատասխանում, այլ իրենց ուզած վերջում էլ ասում է, այդ իշխան քիչ ժամանակ։ Բայց մի կարևոր հանգամանք է, այսինքն ի վերջո Հայաստանում եթե եկեք նորմալ ընտրության դեպքում է որ կայանա բանավեճի ինստիտուտ։ Անդրեմ Գեորգ։ Նախ մասնակիցների
մասնակցությունը ապահովելու մասին կուզեի շարունակել ձեր զրույցը։ Ինձ թվում է տարբերակներից մեկն էլ օրենսդրորեն ապահովելն է հերոստաբանավեճերի անցկացում, այսինքն այն, ինչ մի քանի անգամ առաջարկել է Երևանի մամուլի ակումբը։ Տվյալ պարագայում արդեն որոշակի պարտավորություն կլինի բոլոր տեխնացուների մոտ։ Ինչ վերաբերում է Եթե գրանցում ես որպես տեխնացու, դու դրանով նաև պարտավորություն ես վերցնում մասնակցել հերոստաբանավեճի։ Այո, ել արդեն երկընտրանք չի լինի, կմասնակցի, չի մասնակցի։ Ինչ վերաբերում է թեմաներին ու ձևաչափերին, ցանկալի է իհարկե որ լինի թեմաների եւ ձևաչափերի բազմազանություն։ Միջազգային փորձը տարբեր ձևեր է հուշում, ասենք որոշ երկրներում ոչ բոլոր տեխնացուներն են մասնակցում, ասենք զրոյական կամ շատ քիչ հավանականություն ունեցող տեխնացուներին չեն հրավիրում, որոշ երկրներում պարտադիր հրավիրում են բոլորին, քանի որ գտնում են, որ ցանկացած տեխնացու ասելիք ունի եւ բացի դրանից ցանկացած ընտրող իրավունք ունի լսելու բոլոր տեխնացուների ելույթները։ Բայց ամենակարևորը դուք խոսում եք կանոնների մասին, սովորաբար քաղաքագիտ երկրներում ստեղծում է հատուկ հանձնաժողով հերոստաբանավեճերի անցկացման։ Եվ սա բավականին լուրջ գործ է, բավականին բարդ գործընթաց է։ Ընդ որում հանձնաժողովը զբաղվում է նաև նրանով, թե որ լրագրողները պիտի մասնակցեն հերոստաբանավեճերին, հատուկ դասընթացներ են անցնում, որոշակի փորձ է պետք դրա համար, մշակվում են խաղի կանոնները, հերոստաբանավեճերի կանոնները, մշակվում են ձևաչափերը, որոշում են թեմաները, այսինքն սա մի ամբողջ ինստիտուտ է, բնականաբար այդ ընտրական ամիս է տևում առանձին դեպքերում այդ պայմանավորվածությունը տևական ժամանակ այնուամենայնիվ կրկնեմ իմ հիմնական միտքը որ մինչև չլինի իրական ընտրություն մինչև ընտրությունների միջոցով հնարավորություն չլինի իշխանափոխություն մինչև չլինի ընտրությունների նկատմամբ հանրային վստահություն այս քաղաքական գործիքները այնքան էլ պահանջված չեն լինի։ Այլ հարց է, որ լրատվամիջոցները, քաղաքական գործիչները, գոնե ընդդիմադիր քաղաքական ուժերը իրենցից կախված ամեն ինչ պիտի անեն, որպեսզի հերոստաբանավեճերը աստիճանաբար միջոցներն էլ պետք է ազդեն ընտրական process-ների վրա եւ հասցնեն այն վիճակի, երբ հնարավոր է նորմալ ընտրություն եւ հնարավոր է, եթե հասարակությունը դեմ է տվյալ պահի իշխանությանը, նաև լինի իշխանափոխություն։ Բայց ես եւս, խնդրեմ։ Խնդրում եմ հանգարտ ուշադրություն չդարձնենք հանձնաժողով ձևավորելու նոր առաջարկին, թե չէ դա էլ կկեղծեն։ Խոսքը անկախ հանձնաժողովի մասին է։ Այդպեսի հանձնաժողով։ Կարելի է ձևաչափերի հետ կապված, օրինակ Երևանի ավականու ընտրություններում շատ հեշտ է ձևաչափերից մեկը ընտրել, որովհետև իրականում քաղաքապետի ընտրություններ են։ Այստեղ խնդիրները հանրապետական կուսակցության ուզածն է։ Այստեղ խնդիրները շատ կոնկրետ են եւ կարելի է դեբատը կազմակերպել հենց կոնկրետ խնդիրների շուրջ։ Քաղաքային տրանսպորտ։ Ով ոնց է պատկերացնում։ Կանաչապատում, ով ոնց է պատկերացնում։ Քաղաքի հետագա զարգացում, ով ոնց է պատկերացնում, շատ կոնկրետ է եւ հետաքրքրում են բնակիչներին։ Չի կարելի ասել, թե դրանք բնակիչներին չեն հետաքրքրում։ Ես համոզված եմ Երևան քաղաքի բնակչության 70-80%-ին հետաքրքրում է ի վերջո, ով ոնց է պատկերացնում տրանսպորտի խնդրի լուծումը եւ մնացած բոլոր խնդիրները։ Ուզում եմ ասել, այս ձևաչափը գոնե այս ընտրություններում կարող է աշխատել։ Իսկ եթե ինչ որ մեկը խուսափում է գալ դրա մասին խոսալ, առաջին համարներից, որոնք հավանական քաղաքապետի տեխնացուներ են, նշանակում է նա ասելիք չունի, նշանակում է նա չի տեսնում լուծումները։ 2009 թվականին Երկիր մեդիայի հետ հենց այդ ձևաչափով էին կազմակերպել, ամեն մի բանավեճը կոնկրետ թեմային էր նվիրված, բայց տվյալ դեպքում հիմա եւ քիչ թե շատ աշխատեցիք առաջին դեպքերին։ Բանավեճը իրականում օդում կա։ Հանրապետական կուսակցությունն ասում է, սա քաղաքական ընտրություն չի։ Ընդդիմությունը ասում է, ոչ, սա քաղաքական ընտրություն է։ Հանրապետական ամեն ինչ անելու է, որ կոմունալ տնտեսության մասին միայն խոսեն։ Եվ ոչ թե 4 տարվա մեջ 3 քաղաքապետ ոնց կարա մի կուսակցությունը փոխի Երևանում թեմայի շուրջ։ Դիանա, ես ուզում եմ հետևյալ հարցը տալ։ Այ շատ է խոսվում հավասար հնարավորությունների մասին եւ շատ դեպքերում այդ հավասար հնարավորությունները դառնում են պատճառ բանավեճ չկազմակերպելու համար։ Ես բազմաթիվ մեր հեռուստաընկերությունների ղեկավարների հետ զրուցելիս այդպիսի բան եմ լսում։ Մենք հրավիրում ենք բոլորին, եթե ինչ-որ մեկը չի գալիս, ուրեմն մենք ընդհանրապես չենք կազմակերպում, որտեղ խախտում ենք հավասար հնարավորությունների սկզբունքը։ Դուք այստեղ տրամաբանություն տեսնում եք։ Պարոն Ասարդյան, ես պիտի նկատեմ, որ
այո, իսկապես հրավերներ լինում են բոլոր կուսակցություններին, օրինակ այս վերջին ավականու ընտրությունների նախաշեմին եւ այս ընթացքում օրինաց երկրից ոչ մի կերպ չենք կարողանում ունենալ մեզ մոտ հյուր, ոչ մի դեպքում։ Եվ ինչ եք որոշում։ Եվ ուղղակի մոնիտորինգի ժամանակ արդեն ստիպված լուրերի դե այնուամենայնիվ ներքին մոնիտորինգի համար անգամ, ասենք լուրերի մեջ ենք օգտագործում, ինչ որ քարոզարշավի ընթացքից ենք բերում, այսինքն ստուդիայում հարցազրույցներ չի ստացվում, օրինակ երկրի ներկայացուցիչ, այո, փորձում ենք փոխհատուցել այլ ձևով։ Այդ խոսքը բանավեճերի մասին է, այլ դուք ունեք, ասենք, պարզ տարբերակ, երկու տեխնացու, մեկը պատրաստ է գալ, մյուսը պատրաստ չի գալ։ Ինչ եք անում։ Ստիպված հավասար հնարավորություններ ապահովելու համար։ Գիտեք, ստիպված նրանք առաջարկում են մեկ այլ ներկայացուցիչ, այս մյուսն էլ ասում է, ես նրա հետ չեմ գա, այո։ Այսպիսի փայլուն օրինակ է, ասենք, Բագրատյան, Գագիկ Մինասյան, երբեք այս երկու տնտեսագետի հետ բանավեճ չի ստացվում, նրանք իրար հետ համաձայն չեն որևէ տեղ գալ։ Վիկտոր Դավակյանը ընդհանրապես եթե համաձայն չեն, հետարքիր բանավեճ կստացվի, չէ՞։ Եվ հենց այդ պատճառով էլ չեն գալիս, ես չգիտեմ։ Վիկտոր Դավակյանը որևէ մեկի հետ համաձայն չէ բանավիճելու։ Ասում եմ, մենակ ես պատրաստ եմ մենակ գամ, ինչքան ուզում եք, ինչից ուզում եք խոսեմ, բայց որևէ մեկի անուն տալիս ես, ինքը համաձայն չի։ Բացատրում է ինչու։ Չեմ ուզում եւ վերջ չի բացատրում։ Եւ ելքը ուղղակի այ ճիշտ եք ասում, ստիպված հետաձգում են կամ ուրիշ մարդկանց են հրավիրում, ուրիշ կուսակցություններից։ Լուսինե, բայց մենք ունենք նաև օրինակ, մինչև հաղորդումը նույնիսկ խոսում ենք դրա մասին, երբ տեխնացուներից մեկը 98 թվականին հրաժարվեց գալ բանավեճի, դատարկ աթոռի մեթոդը օգտագործեցին, որպեսզի ինչ որտեղ ցույց տան, որ դա ընդունելի ձև չի, ընդունելի վարքագիծ չի քաղաքական գործի տեխնացուի համար։ Ինչքանով եք ընդունելի համարում Բոլորովին համաձայն չեմ, որ երբ իր ցանկությամբ, իր որոշմամբ տեխնացուներից մեկը որոշում է չմասնակցել, այս դեպքում խախտվում է հավասարության իրավունքը։ Ես անգամ այդտեղ կարծում եմ, որ մենակ շարունակելու դեպքում էլ էլի չի խախտվում, իսկ այս տարբերակով, երբ զգացվում է, որ հրավերն ուղարկվել է եւ իր որոշմամբ չի մասնակցել, այսինքն այստեղ խոսվեց այսպես օրենսդրական, լուծումով ճնշում գործադրելու, բայց սա էլ է իմ կարծիքով ճնշման ձև, այսինքն չհամարել, որ խախտվում է հավասարության իրավունքը ու օրինակ իմ տեսանկյունից չի խախտվում, եթե հրավերը երկուսին արվել է, մեկը ընդունել է, մեկը չի ընդունել, մեկը պատրաստ է մասնակցելու, մյուսը ոչ։ Դրանից կտուժի հաղորդումը բանավեճը։ Բայց գուցե սա էլ այսպես ձև դառնա պարտադրելու, հասկացնելու, որ դուք կորցնում եք ձեր այսպես րոպեները, շահում են մյուս կողմերը ավելի, այսպես իրենց օգտին միավորներ են հավաքում։ Կարծում եմ, որ լրատվամիջոցի տեսանկյունից որևէ այսպես նորմ չի խախտվում, երբ բանավեճի երկու մասնակիցներից մեկը որոշել է չգալ, այսինքն չեմ պաշտպանում եմ որոշումը, որ այդ դեպքում իջիկ դարձնել այս հաղորդումն ընդհանրապես միայն մեղավորությունը մի կողմինն է ու նրա որոշման պատճառով չեմ կարծում, թե պիտի տուժեն մյուսները։ Իսկ այդ օրենսդրական առաջարկի մասին էի մտածում, ուզում էի հասկանալ իսկապես սա կարող է այսպես դրթող խթան դառնալ ու սկսեն դրանից հետո բանավեճեր ինչ որ շատանալ եթերում հետաքրքիր դառնալ մի տեսակ մտավախություն կա, որ պարտադրված որևէ պարտադրված կանոն այսպես իրեն լավ չի արդարացնում ու տաղտկալի անհետաքրքիր բանավեճերի ինչ որ շղթաներ ունենալն էլ մի բան չի։ Դժվար է պատկերացնել բանավեճեր լինեն, որ հետ կանգնեն տանկեր։ Բայց մենք ես նման օրինակներ եմ եթերում տեսել, մենք շատ հնարավոր է նաև ունենալ անհետաքրքիր բանավեճեր։ Միշտ չի որ բանավեճը հետաքրքիր է, այսինքն այստեղ ավելի շատ այդ ուղակի մոտիվացիան ստեղծելն է եւ առաջին հերթին լրատվամիջոցների կողմից, որովհետեւ ես կարծում եմ, որ հետաքրքիր արձագանք գտած, այսպես մի քանի օր քննարկվող բանավեճերը ստիպելու են քաղաքական գործիչներին, որ եթե ոչ գնանք որ հաղթենք, այդ մոտեցմամբ չէ։ Ուղղակի գնանք որ չստացվի, որ մենք վախեցանք ու չմասնակցեցինք այդ բանավեճին, գոնե այդ մոտիվացիայով սկսեն մասնակցել։
որտեղ դժվար է պատկերացնել, թե պիտի գան մասնակցեն հաղթելու համար։ Երբ 1998-ին Տիգրան Նաղդալյանը Կարեն Դեմիրճյանին եւ Ռոբերտ Քոչարյանին հրավիրեց հանրային հեռուստաընկերություն բանավեճի, Կարեն Դեմիրճյանը մերժեց, չգնաց, բայց մենք այստեղ ինչ ունեցանք, դրվեց դատարկ աթոռը, հաջորդ օրը բոլորը խոսեցին, որ հանրային հեռուստաընկերությունը հակաքարոզչություն իրականացրեց։ Այսինքն որն էր ինչքան հիշում պարզապես առանձին զրույց պետք է լիներ։ Չէ, բանավեճ պիտի լիներ, Ռոբերտ Քոչարյանը եկել էր եւ առանձին ստացվեց Ռոբերտ Քոչարյանի հետ ու դիտվեց որպես հեռուստաընկերության հեռուստաընկերությունը հակաքարոզչություն իրականացրեց Կարեն Դեմիրճյանի նկատմամբ։ Հիմա այսինքն այս դեպքում էլ մի քիչ այստեղ մանավանդ որ կարելի է ինչ որտեղ բացատրել այդ երևույթը, որ կողմերից մեկը կողմնակալ էր համարում տվյալ հեռուստաընկերությունը, որը հրավեր էր եւ միտում էր տեսնում եղել է։ Նախնական համաձայնությունը եղել էր, այո, ճիշտ։ Խնդրեմ Գերամ, դուք եք ուզում բան ասել։ Այսքան կարևորելով բանավեճի ամբողջ այս ֆորմատը։ Եկեք մի պա ամեն մեկս մտքում պատկերացնի այս նախագահական ընտրությունները, դնի նախագահի տեխնատուների անունները ու պատկերացնի այդ հեռուստատեսային բանավեճը։ Իսկ ինչ կա որ Գերամ, չէ որ եթե նրանք առաջադրվել են, նրանք բոլորը այդ պահին հավասար տեխնատուներ են։ Ախր հարգելի մեծրոն են։ Հիմա ինչ իսկ դու չես պատկերացնում օրինակ ինչ վատ կլիներ Հրանտ Բագրատյան, Ռաֆի Հովհաննիսյան, Սերժ Սարգսյան բանավեճը, ինչ կամ Վարդան Սեդրակյան։ Հա թեկուզ, ինչ դա, ինչ վատ կլիներ։ Լրագրողները դժվարություն ունեն նախագահի շատ տեխնատուներից երկու հոդաբաշխ նախադասություն հարցազրույցի համար վերցնել։ Դա տեխնատուի խնդիրն է, ճիշտ է ասում։ Ճիշտ է, շատ դժվար է Դե պատկերացնել։ օրինակ ինձ համար շատ հետաքրքիր կլիներ տեսնել Սերժ Սարգսյան, Հրանտ Բագրատյան բանավեճը։ Կամ Սերժ Սարգսյան, Վարդան Սեդրակյան շատ հետաքրքիր բանավեճ կարող է լինել։ Որովհետև Սերժ Սարգսյանը երբեմն խոսում էր տնտեսական խնդիրներից, օրինակ ասում էր 150,000 դրամանոց աշխատատեղեր կան, մարդիկ չեն գնում աշխատելու։ Համոզված եղեք, եթե դա հնչեր ոչ թե այդպես հանդիպման ժամանակ դալիճում, որտեղ ոչ մեկը չի արձագանքելու, այլ հնչեր եթերից, եւ նրա դիմաց նստած իր տնտեսագետ Հրանտ Բագրատյանը, որը կպահանջեր ցույց տալ այդ աշխատատեղերը, հետո կվերլուծեր եւ այլն, շատ հետաքրքիր կլիներ, հետաքրքիր չէ լինի այդ բանավեճը տեսնել։ Դե լավ, դուք առաջարկեցիք այդ թեման եւ ես ուզում եմ հիմա փորձել կոնկրետ օրինակների վրա, մենք ունենք անցած նախագահական ընտրություններին նախորդող քարոզարշավ, իրոք ինչքանով հետարքիր կլինեին բանավեճերը կոնկրետ տեխնացուների միջև։ Ենթադրությունը եղավ, որ հետարքիր կլներ։ Միքայել, դուք ինչ կարող է հետաքրքիր չլինեին, բայց դա եւս արդյունք կլիներ, հա, եթե ընտրողը տեսներ, որ այս երկու տեխնացուները այնքան տաղտկալի բաներ են ասում, որ նույնիսկ ալիքը փոխում ես, նրանք ուղղակի չէին գնա եւ չէին քվեարկի այդ մարդուն, հատկապես հանրային հեռուստաընկերությունը, որի խնդիրը, ասենք, բարձր ռեյտինգ ապահովելը չի, նա պետք է պատրաստ լինեն դրան գնալ։ Գուցե մասնավոր հեռուստաընկերությունները դժգոհ լինեն, ասեն մեզ չեն նայում, բայց հանրային հեռուստաընկերությունը չի կարող ասել, որ գիտեք, այս տեխնացուն վատ է խոսում, այն մեկն էլ, ասենք, չգիտեմ, աբսուրդ բաներ է ասում, մենք իրենց չենք հրավիրում։ Նրանք պարտավոր են բոլորին էլ հրավիրել եւ հնարավորություն տալ ընտրողներին, որ ընտրողները ի վերջո հասկանան ովքեր են այս մարդիկ։ Եվ այստեղ ինձ թվում է խնդիրը էլի գալիս է այդ հրապարակային քաղաքականության բացակայությանը, հա։ Բանավեճը ժողովրդավարական երկրներում առաջացած ինչ-որ մի տարր է նախընտրական գործընթացների, որտեղ հրապարակային քաղաքականության մեջ է ամեն ինչ որոշում։ Յետխորհրդային բոլոր երկրներում գրեթե այս կամ այն չափով եղած իշխանությունները կամ իշխանական էլիտաները հրապարակային քաղաքականությունից խուսափում են։ Ինչ-ինչ պատճառներով, հա, որովհետև նրանք հաճախ քննադատությանը պատասխանելու պատճառ չունեն, որտեղ նրանք փորձում են իրենց ներկայացնել իբրև արդյունավետ մենեջեր, հա, որ ոչ թե ասենք ինչ-որ գաղափարներից է խոսում, այլ ուղղակի հստակ գործ է անում եւ այլն, դրա պատճառները շատ են, բայց համենայն դեպս այդ հրապարակային քաղաքականության դեմ այսպես մի արշավ է տարվում։ Խորհրդային միությունում բնականաբար չկար հրապարակային քաղաքականություն, հետո այն առաջացավ ինչ-որ 90-ական թվականներին ինչ-որ չափով կա եւ հետագայում էլի եկան մարդիկ, որոնք այդ հրապարակային քաղաքականությունից ոչ մի բան չէին հասկանում եւ փորձում են այդ հրապարակային քաղաքականությունից հրաժարվել։ Եվ դրա հետևանքները մենք այսօր տեսնում ենք նաեւ այն առումով, որ մենք ունենք այդ բանավեճերը։ Բայց ինձ թվում է, որ լրատվամիջոցները այնպես չի, որ լրիվ անզոր են։ Իհարկե, լրատվամիջոցները միայնակ չեն կարող այդ խնդիրը լուծել, բայց լրատվամիջոցները կարող են իրենց հնարավորությունների չափով գոնե փորձել ստեղծել այնպիսի մթնոլորտ, որտեղ, ասենք, բանավեճից հրաժարվելը ուղղակի ամոթ կլինի, հա, եթե մենք հիշենք, որ ինչպես են մեր պաշտոնյաները կամ քաղաքական գործիչները, եթե իրենց կարելի այդպես անվանել, մինչև վերջերս շատ ոչ կոռեկտ կերպով էին շփվում նույն լրագրողների հետ եւ հիմա էլ է դա լինում, հա, չգիտեմ, հայհոյում են, ասում են այս կամ այն մարմնի մասը կփոկենք եւ այլն, բայց
աստիճանաբար այնպեսի մթնոլորտ է ստեղծվում մասամբ սոցիալական ցանցերի շնորհիվ, մասամբ չգիտեմ YouTube-ի շնորհիվ, մասամբ նաև լրագրողների համերաշխության շնորհիվ, որ գնալով սա դառնում է ավելի անընդունելի եւ այդ մարդիկ փորձում են խուսափել նման դրսևորումներից եւ քաղաքական ուժերն էլ փորձում են առաջ քաշել այնպիսի մարդիկ, որոնք գոնե, ասենք, լրագրողին չեն վիրավորում կամ, չգիտեմ, դույով չեն խոսում, դուքով են խոսում։ Այնպես որ ինձ թվում է, ասա էլ խնդիր է, որ եթե լրագրողների միջև լինի անկախ քաղաքական նրանց հայացքներից, լինի համերաշխություն այդ հարցում, որ պետք է ամեն ինչ ստեղծել, ամեն ինչ անել, որպեսզի ստեղծվի այնպիսի մթնոլորտ, որ քաղաքական գործիչը ուղղակի ամաչի հրաժարվել բանավեճից, ինձ թվում է այդ խնդիրը ինչ-որ չափով կլուծվի։ Նույնիսկ եթե համերաշխություն չլինի, բայց լինի հետևողական քննադատական վերաբերմունք նրանք, ովքեր պատրաստ չեն հանրության հետ շփվել, Գեգամ Փնտրյան։ Ես թվում է մենք այստեղ ստիպված ենք առնչվել եւս մի խնդրի հետ։ Խոսքը հերոստաբանավեճերի հետադարձ կապի մասին է։ Խոսքը սոցիոլոգիական հարցումների մասին է, ինչպես գիտենք, քաղաքագիտ երկրներում անմիջապես հերոստաբանավեճերից հետո անցկացում են սոցիոլոգիական հարցումներ, ճշտվում են տեխնացուների վարկանիշներ, ով հաղթեց, ինչպես այս կամ այն հերոստաբանավեճը ազդեց տվյալ տեխնացուի վարկանիշի վրա եւ այլն։ Բայց սա քաղաքագիտ երկրներում բնականաբար, երբ մեր պարագայում մտածում ես, որ հաջորդ օրը այդ գործով պիտի զբաղվի Ահարոն Ադիբեկյանը, հասկանում ես, թե որքան անիմաստ գործ է դա։ Բայց այս իրավիճակը առնչվում է նախորդ հարցին, եթե իրականում հնարավոր լիներ իրականացնել հանրային սոցհարցումներ օբյեկտիվ, հանրային կարծիքի ուսումնասիրման այլ ձևեր, ապա կլուծվեր նաև տեխնացուներին հրավիրելու, ինչպես հրավիրելու խնդիրը նույնպես։ Ինչպես Գեգամն է ասում, ինչպես այդ բոլորին հրավիրել եւ ինչպես եք պատկերացնում, ասենք 8 տեխնացու միասին, չէ, բայց տվյալ դեպքում, եթե կա հետադարձ կապը, կարելի է, ասենք, նախորդ ընտրությունները նկատի ունենալով երկու քարյակի բաժանել, առաջատար քարյակ եւ ետնապահ քարյակ, եւ ոչ ոք չպիտի նեղանա, եթե կա իսկապես օբյեկտիվ անցկացված սոցիոլոգիական հարցում, կա իսկապես հստակ ինֆորմացիա, թե որ տեխնացուներն են առաջատար, կարելի է առաջատարներին մի հերոստաբանավեճի հրավիրել, ետնապահներին մեկ այլ բանավեճի։ Չեմ կարծում, թե սրանով կխախտվի հավասարությամբ այդ տարբերությունը պակասեցնել, հա։ Իհարկե։ Չէ, ի վերջո կա վիճակահանության սկզբունքը, որը մենք կիրառեցինք մամուլի ակումբի 2008 թվականի կազմակերպած այդ հաղորդումների ժամանակ։ Երբ ես խոսում եի օրենքի պարտադրանքից, հա, որ օրենքով հանրային հեռուստատեսությանը պարտադրում եւ նաեւ տեխնացուներին եղել է, որ ինձ առարկել են ասելով ոնց կարող ես տեխնացուներին պարտադրել եւ այլն, պարզագույն օրինակ բերեմ, գուցե ընտրություններին չի առնչվում, այլ ոլորտից է օրինակս։ Եթե չեմ սխալվում, վերջին 20 տարում է, թե 15-20 տարում է, որ ֆուտբոլի ֆեդերացիան միջազգային, հա, FIFA-ն պարտադրել է եւ կանոններում գրել է բոլոր մարզիչները բոլոր խաղերից առաջ եւ խաղերից հետո պարտադիր ներկայանում են մամուլի ասուլիսների, չներկայացողի սանկցիա կիրառվում։ Եթե կարելի է այդպիսի հասարակ բանում, ինչպիսին ֆուտբոլային հանդիպումներն են, մարզիչներին պարտադրել, որ գան ասուլիսի պարտադրանքով, ինչի՞ չի կարելի ընտրությունների ժամանակ պարտադրել, որ տեխնացուները գնան բանավեճերի։ Եվ դեպքում, որ նրանք հանրային գործիչ չեն համարվում։ Այո, նրանք հանրային գործիչ չեն, իսկ նրանք հանրային գործիչներ են։ Իսկ նա մասնավոր, իսկապես մասնավոր անձ է, մարզիչը, ինչի՞ պիտի պարտադրված լինի, բայց պարզվում է, որ կարելի է եւ պարտադրվում են, եւ սանկցիաներ են կիրառում, եւ տուգանում են, երբ որ չի գնում։ Կարելի է տուգանել քաղաքական գործիչներին չմասնակցելու համար։ Ես ուզում եմ նաև մենք փորձենք հասկանալ իսկ ինչպիսի հետևանք, ինչպիսի արձագանք կարող են ունենալ բանավեճերը եւ ինչպիսի վարքագիծ բանավեճերի ժամանակ ավելի շահեկան կարող է լինել քաղաքական գործի համար։ Մի քիչ դա արդեն քաղաքական տեխնոլոգիա է ոլորտից է, բայց հետարքիր է լրագրողների կարծիքը իմանալ։ Պաստորեն, տեսեք, ընտրարշավի ժամանակ ամեն մեկը իր մարտահրավերությունն է ընտրում, հա, մեկը հստակ ծրագրային դրույթներ է ներկայացնում, հաշվարկներ, օրինակ լավագույն Հրանտ Բագրատյանն էր նախագահական ընտրություններից առաջ։ Մյուսը էմոցիաների, զգացմունքների վրա է խաղում։ Այ եթե նույն տիպի բանավեճ լիներ, մեկը պատկերացնենք Հրանտ Բագրատյան, Ռաֆիկ Հովհաննիսյան, մեկը թվերով, մյուսը, ասենք, հայրենասիրական զգացմունքներին հասցեագրերով իր խոսքը եւ այլն, ինչպիսի մեր հասարակությունում կլիներ արձագանք, կարող ենք մոդելավորել։ Խնդրեմ, Լուսինե։ Բանավեճը որպես բանավեճ իր դասական իմաստով չէր ստացվի, բայց շատ քննարկվող, հետաքրքիր դիտվող, այսպես զրույց կլիներ իմ կարծիքով։
Այսինքն ունենայինք զույգեր, որոնք տարբեր լեզուներով են խոսում, տարբեր ոճերով, այս բանավեճ արդյունք կոնկրետ հարցի քննարկում ու հստակություն չէր լինի, խանգարելու են այդ լեզուները իրար հաստատ։ Մի տրամաբանություն է մյուսին, այսինքն այս գործոնն էլ կա, երբ հրավիրվում են բանավիճող կողմերը, այսպես իմ կարծիքով նախնական երկար քննարկման կարիք կա, որոշելու թե այս քաղաքական ուժից որ կոնկրետ որ ներկայացուցչին հրավիրել, մյուսից որին, պիտի հաշվի առնվի, թե ինչպես են արտահայտվում, ինչպես են մտածում, ինչպես են խոսում, սա լրագրողական տեխնիկայի տեսանկյունից։ Հիմա այսպես որպես լրագրող ես պատկերացնում, որ դրանից այսպես համու հոտով ինչ որ հատվածներ հաստատ կմեջբերվեին, կքննարկվեին, հումորներ կարող է եւ արվեին այդ քննարկման վրա, բայց այն խոսակցությունը, որ ակնկալվում է, այսպես բանավեճ ասելով, դժվար թե ստանայինք։ Սա ապացույց, բայց արդյունք ամեն դեպքում հետարքիր կա։ Այսինքն կլիներ արդյունք եւ այսպիսին, բայց ինչքանով ինչ ազդեցություն սա կունենար, որ մեկի համար դրական կլիներ, որի համար բացասական, կարծում եմ լրատվամիջոցի համար ռեյտինգային առումով պիտի որ բացասական ազդեցություն չունենար։ Հիմա արդեն նշվեց կարճ մեր հաղորդման ժամանակ, որ փաստորեն երկու շատ լուրջ տարբերություն ունեցող մոտեցումներ կան քաղաքի ընտրությունների հետ կապված։ Դրանք քաղաքական գործընթաց են, որոնք ազդեցություն կարող են ունենալ ընդհանրապես իշխանությունների ձևավորման, իշխանությունների կայունության համար, թե դա ուղղակի քաղաքի տնտեսվարող պաշտոնյայի ընտրության հարց է։ Այդ թեմա է բանավեճի։ Թեմա է, չէ՞ Դիանա, ո՞նց եք կարծում։ Օրինակ Բարգավաճ Հայաստանը անընդհատ նշում է, որ սա քաղաքը իրենք վերցնելու են, իրենք սրանով քաղաքական հարց են լուծում, այո, դա առաջին քայլն է իշխանությունը վերցնել, նույնը նաև ընդդիմադիր ՀԱԿ դաշինքը եւ մնացած ընդդիմադիր կուսակցությունները հանրապետականը բնականաբար դիտարկում է զուտ սիրունացնելու։ Այո, քաղաքը, մայրաքաղաքը սիրունացնելու, այսպես Դա ինչով է պայմանավորված ձեզ, որտեվ դա համարում են իրենց ուժեղ կողմը, թե իրենց ինձ թվում է ընդդիմության ուժեղ կողմն են համարում, դրա համար փորձում են հակառակ բևեռը տանել ժողովրդին։ Այսինքն ընդդիմության ուժեղ կողմը քաղաքական հարցերի առաջարկն է, շատ լավ։ Ես մի բան ասեմ, քանի դեռ այդ բանավեճը չի եղել, անկանխատեսելի է։ Օրինակ ձեր բերած օրինակում կարող է պարզվել, որ Ռաֆի Հովհաննիսյանը հիանալի տնտեսագիտական վերլուծություններ է անում, իսկ Հրանտ Բագրատյանն էլ հիանալի, ասենք, էմոցիոնալ ճառեր է ասում։ Հա, եւ այդ իմաստով լրիվ կարող է փոխվել պատկերը, հա։ Մի օրինակ բերեմ ուղղակի պատմությունից, եթե չլիներ հերոստաբանավեճը, ամենայն հավանականությամբ Ջոն Քենեդին չէր դառնա ԱՄՆ նախագահ, որտեղ նրա վճռական առավելությունը երբ որ ակնհայտ դարձավ, որ ինքը ընտրվելու է, եղավ հերոստաբանավեճից հետո Նիքսոնի հետ 62 թվականին, եթե չեմ սխալվում, ընդ որում նրանք ովքեր հերոստատեսությամբ էին նայել, նրանք համարեցին, որ Քենեդին հաղթել է, իսկ ովքեր ռադիոյով էին լսել, նրանք համարել էին, որ Նիքսոնը ավելի համոզիչ էր։ Այսինքն այստեղ լրիվ ուրիշ ինչ-որ դաշտեր են բացվում, որոնք հիմա դժվար է ասել, եւ մեր ընտրողը ուղղակի կարելի է ասել զրկված է մի ամբողջ պես ասած աշխարհից, հա, երբ որ չի տեսնում այդ բանավեճերը, որ տեսնի այդ մարդիկ եւ իհարկե դա նաեւ էքստրեմալ իրավիճակ է, հա, երբ որ դու հանդիպում ես քո հակառակորդի հետ եւ շատ բան ցույց է տալիս այս տեխնացուի մասին, թե հետագայում եթե ինչ-որ էքստրեմալ իրավիճակ կլինի, ինքը իրեն ոնց կպահի, նաեւ սա էլ է շատ կարևոր։ Մենք ունենք մոտավորապես 5 րոպե, ես ուզում եմ առաջարկել մեր բանախոսներին հիմա էլ ամփոփել մեր զրույցը, ինչ եզրակացության եկաք, փոխեցիք ձեր կարծիքը, ինչ որ գաղափարներ առաջացան, թե ոչ, խնդրեմ եղավ։ Ժպիտս ինչի առիթով է, վերջերս նախագահական ընտրաշավին լրագրողներից շատ հաճախ հիշեցնում էի ֆրանսիական նախագահական հերոստաբանավեճերը Միտտերան Ժիսկար դ'Ետիեն, երբ որ Միտտերանի բարոյական հաղթանակներ եղել, երբ որ գործող նախագահին հարցրել է Փարիզի մետրոն ինչ արժի, գործող նախագահը տեղյակ չի եղել։ Հիմա ուրիշ պատմություն հիշեցի Ռաֆի Հովհաննիսյանից, ազգային ժողովից օպերա մարշրուտ երթուղային տաքսի է նստում, տալիս է 50 դրամ օպերայում իջնում է, վարորդը ասում է 100 շնորհակալություն, մաները պետք չի։ Ամեն դեպքում հետաքրքիր բանավեճ կլիներ։ Բայց մի կարևոր բան կա։ Շատ տեխնացուների դեպքում, այսինքն շատ հաճախ հետ արձանագրել եմ, երկու ընդդիմադիր գործիչներ իրար չեն ուզում բանավեճել։ Ասում են մենք քննադատում ենք միայն իշխանությանը։ Եվ տվյալ դեպքում նաև իշխանության տեխնատուն շատ դժվար կացության մեջ է, որովհետև 4-ը, 5-ը, 6-ը մեկի դեմ են, որովհետև
մեկը մեկին չի ուզում քննադատի, այսպես Բայց իրականում ձայների համար պայքարը հենց իրանց մեջ է գնում։ Քննադատեն, բայց ավելի շատ քննադատության սլաքը ուղղվում է իշխանությանը եւ դրա համար էլ միասնական բանավեճ չի ստացվում։ Ես կարծում եմ, ես շարունակում եմ մնալ իմ կարծիքին, որ հասարակության համար ամեն դեպքում քաղաքական գործիչների, ընտրությունների նախընտրական կառավարության ժամանակ քաղաքական գործիչների բանավեճը հետաքրքիր կլինի եւ ինչ որ չափով ազդեցություն կարող է ունենալ եւ որպես այդպեսին բերեմ մի այլ պատմությունից մի այլ օրինակ, քանի որ այս ժամանակաշրջանում բանավեճեր չեն եղել, կարծում եմ բանավեճ քայրոտաբանավեճ մտցնելը իսկապես կլինի հետաքրքիր, ինչպես որ 80-ական թվականների վերջերին Գորբաչովյան այսպես ձնհալի ժամանակ հանկարծ հետաքրքիր դարձան ազգային ժամանակ կոչվում էր Գերագույն խորհրդի նիստերը, հա, որոնք սկսեցին հեռարձակվել եւ բոլորը, որ միջև այդպիսի բան չէին տեսել, դեբատներ չէին տեսել, բանավեճեր չէին տեսել, բոլորը հիմնարկներում, տներում, չգիտեմ, աշխատավայրերում, կարծենեին, ասեին, չէ, մեծ հետաքրքիր չի, բայց բոլորը միացրած, հերոստացույցը միացրած առավոտից երեկո նայում էին դա։ Ես համոզված եմ, որ այդ բանավեճերը հետաքրքիր կլինի։ Հայաստանում 90-ականների սկզբում Գերագույն խորհրդի նիստերը, որ հեռարձակվում են։ Հիմա, երբ որ ինտերնետով հեռարձակվում են ազգային ժողովի նիստերը, բավականին ինտերնետային բավականին մեծ լսարան է հավաքում։ Այնպես որ չեմ կարծում, թե դրանք հետաքրքիր չէ։ Ես շատ կուզեի, որ քաղաքական բանավեճերը հետաքրքիր չլինեն, որ հասարակությունը այնպիսի վիճակում լիներ, որ քաղաքականությամբ չէ, քիչ հետաքրքրվեր եւ քաղաքական գործիչներով քիչ հետաքրքրվեր, կյանքը լավ լիներ, քաղաքական գործիչները հանգիստ իրենց գործ անեին, մենք էլ հանգիստ մեր գործերով զբաղվեինք, բայց այսօր իրականությունն է, որ դա հետաքրքրում է հասարակության, որովհետեւ անմիջապես ազդում է իր կյանքի, իր կենցաղի, իր կենցաղավարության վրա։ Առանց օգտվելով անոնս է մի անգամից հաղորդումս 5 շաբթի օրը մեր եթերում լինելու է բարձրաձայնը, որ արդեն վարելու եմ ես, եւ բարձրաձայնի առաջին թեման Երևանի ավական ընտրություններ, վարչական ղեկավար թե քաղաքական ընտրություն թեմայով է։ Տեսնենք հյուրերին ու որ հրավիրել եմ, տեսնենք համաձայնվեն ի վերջո թե ոչ։ Իսկ ում եք ուզում հրավիրեք։ Հանրապետական դաշնակցություն, մյուս տարբեր կուսակցություններ, որոնք մասնակցում են։ Շնորհակալություն մեր մասնակիցներին, շնորհակալություն հեռուստադիտողներին, եթե այդ նեղ մասնագիտական խնդրի քննարկմանը դուք հետևեցիք եւ հուսով լինենք, որ եւ լրատվամիջոցները կկարողանան գոնե մինչեւ մայիսի 5-ը ինչ որ հետարքիր բան նախաձեռնել եւ քաղաքական գործիչները կարձագանքեն այդ նախաձեռնություններին։ Կհանդիպենք մյուս շաբաթ։